Եվ անդրոգենային դեֆիցիտը և շագանակագեղձի հետ կապված խնդիրները իդեմս ադենոմայի իհարկե կարող են առաջացնել տղամարդու մոտ այս կամ այն բնույթի սեռական խնդիրները։ Եկեք բարձրաբանումներ մտցնենք, տղամարդու մոտ 50 տարեկանից 55 տարեկանից հետո սկսվում է անդրոգենային դեֆիցիտը և դա անխուսափելի է։ Դա կապ չունի ձեր վարած կենսակերպի հետ, իհարկե որոշակի չափով նշանակություն ունի, եթե դուք չունեք ավել քաշ, եթե դուք չունեք շաքարային դիաբետ եւ այլն, շատ ավելի լավ վիճակում է գտնվում անդրոգենների ֆոնը։ Բայց եթե այդ նշված բաները կան, արդեն ճարպակալում, մետաբոլիկ խանգարում եւ այլն, ավելի եք խորացնում անդրոգենային դեֆիցիտի հարցը։ Իսկ ինչ վերաբերում է շագանակագեղձի բարբորակ հիպերպլազիային կամ շագանակագեղձի ադենոմային, ապա անմիջական ազդեցություն չկա։ Որ ասես ադենոման հենց այս մեխանիզմով բերում է տղամարդու մոտ էրեկցիայի կամ լիբիդոյի խանգարում, մեխանիզմ որպես այդպեսին չկա, այստեղ մի քիչ ուրիշ մեխանիզմ է գործում։ Եկեք վերհիշենք շագանակագեղձի ադենոմայի կլինիկական նշանները, դա հաճախամիզությունն է, դա գիշերը միզելու համար արթնանալն է, միզապարկի ոչ լրի դատարկվածության զգացողությունը եւ այլն եւ այլն։ Ինչ արենում ես ամեն ինչի հետևանքով տղամարդու կյանքի որակն է իջնում։ Պատկերացրեք մարդը 5 անգամ գիշեր արթնանա գնա միզելու համար, բարձր քունը խանգարված կլինի, 5 առավոտ կարթնանա արդեն ստրեսային, հոգնած, եւ դա անդրադարձ կունենա բնականաբար ամբողջ իր օրվա վրա։ Ու այդպես շարունակվում են շաբաթներն, ամիսները, տարիները։ Այո, շագանակագեղձի ադենոմայի դեպքում պետք է իրականացնել համապատասխան բուժում կամ դեղորայքային կամ վիրահատական այդ արդեն իրավիճակից կախված, բայց որ դա խանգարում է միանշանակ է։ Իսկ ինչ վերաբերում է անդրոգենների դեֆիցիտին, ապա այսօր ամբողջ աշխարհում ընդունված մեթոդ է համարվում փոխարինող հորմոն թերապիան։ Իհարկե մենք պետք է տարիքում նաև հաշվի նստենք փոխարինող հորմոն թերապիայի կողմնակի էֆեկտների հետ, իդեմս եթե մենք տեստոստերոնային բուժում ենք սկսում։ Բայց շատ կարևոր է տարիքին զուգընթաց առաջացած անդրոգենային դեֆիցիտի դեպքում նաև հաշվի առնել ուղեկցող գործոնները։ Դա տարիքային բնականon փոփոխություն է, թե ամեն դեպքում կա նպաստող հանգամանք անդրոգենային դեֆիցիտին, որտեղ եթե կա նպաստող հանգամանք, գրագետ կլինի կարգավորել նպաստող հանգամանքը անկասկած։